փուլը շատ ծանրաբեռնված է բոլորիս համար, թե պրակտիկայի փուլը, թե քննությունների շրջանը, փորձում ենք ամեն ինչ հասցնել, դրա հետ մեկտեղ աշխատում ենք։ Առաջիկա կես տարում Գոհարի միակ մտահոգությունը կլինի դիպլոմայինի գերազանց գնահատականը։ Աղջիկն այն արցախցի ուսանողներից է, որոնք այսօր դառնում են ID բանկի տրամադրած կրթաթոշակի շահառու։ Հիմա աշխատում եմ դիպլոմային աշխատանքիս վրա եւ ավելի հանգիստ կլինեմ հոգեպես։ Լավ տրամադրվածությամբ կշարունակեմ իմ ուսումը։ Երևանի պետական համալսարանը իրականացրել էր կարիքների գնահատում, փաստացի գալով այն եզրակացության, որ այս 103 ուսանողները հնարավոր է չկարողանան շարունակել կրթությունը, եթե չապահովվի իրենց կես տարվա կրթավճարը։ ID բանկը ԵՊՀ-ում է հերթական անգամ աջակցելու կրթության շարունակականությանը։ 35 միլիոն դրամ է տրամադրում բանկը մայր բուհին։ Այդպիսով Արցախից բռնի տեղահանված 103 ուսանողի համար լիարժեք ծածկվում է ուսման 1 կիսամյակի վարձը։ Մենք որպես սոցիալական պատասխանատու կառույց եւ կազմակերպություն մեծապես ուշադրություն ենք դարձնում սոցիալական ծրագրերին եւ կրթական ծրագրերը մշտապես եղել են եւ շարունակել են մնալ մեր ուշադրության կենտրոնում։ ID բանկի կողք կողքի ծրագրի շրջանակում սա հերթական հաջողված նախաձեռնությունն է։ 2024-ին մեկնարկած ծրագիրն արդեն հասցրել է 150 երեխայի 9-ամսյա սոցիալական աջակցություն տրամադրել, 65 կնոջ համար վերապատրաստման դասընթաց անցկացնել, ֆինանսական գրագիտությամբ զինել 100 երեխայի։ Նույն ծրագրի շնորհիվ Սյունիքի Սվարանց գյուղում նաև մանկապարտեզ կհիմնվի։ Անցած տարվա ավարտին էլի կրթական, էլի ուսանողական նախաձեռնությամբ հանդես եկանք, մասնավորապես 100 արցախցի ուսանողի տրամադրեցինք 200,000 ID coin, ինչով իրենք կարող էին վճարել իրենց ուսման վճարը կամ օգտագործել ընտանիքների այլ կարիքների համար։ ID բանկի հերթական կրթական ծրագրերից մեկն էլ iDream ծրագիրն է, որով ի դեպ իր աշխատանքն է գտել արցախցի Վահեն։ iDream ծրագրով ես աշխատանք եմ անցել ID բանկում եւ արդեն 2.5 տարի աշխատում եմ ID բանկում նույն ծրագրի շնորհիվ։ Հիմա էլ այո իմ բարձրն եմ փոխհատուցում եւ ինչպես կարող եմ այսքանից հետո օրինակ մեծ հաճույքով չսովորել, չփորձել իմ գիտելիքների պաշարը համալրել, գերհամալրել, որպեսզի կարողանամ ես այս մի քանի տարվա օգնությունը մի քանի պատիկի չափով հետ վերադարձնեմ ինչու՞ չէ բանկին, ինչու՞ չէ մեր պետությանը առաջին հերթին։ 100-ից ավելի ուսանող, որոնց համար կրթությունն արդեն անխոչնդոտ շարունակվում է։ Ի նշան մայրբուհի հետ շարունակական համագործակցության ԵՊՀ-ն եւ ID բանկը համատեղ հուշագիր են կնքում։ Այս համագործակցության հուշագիրը, որ մենք պատրաստում ենք այսօր ստորագրել, արդեն իսկ կատարված գործերի ամբողջությունն է եւ հետագայում կատարվելի գործերի մասին։ ID բանկ ԵՊՀ համագործակցությունը ոչ միայն ֆինանսական աջակցության, այլև լավ սովորելու մասին է։ ID բանկի հերթական կրթական ծրագիրը կայունության եւ վստահության յուրահատուկ միջավայր է ստեղծում, որտեղ միայն ուսանողը կարող է որակյալ կրթություն ստանալ, այդպիսով նպաստելով երկրի կայուն զարգացմանը։